Բարի օր հայեր ջան, այս պահին գտնվում ենք Երևան քաղաքի քննչական վարչությունում, վարչության շենքի հարակից տարածքում, առավոտյան բերման են ենթարկվել հոգևորականներ, սա Նիկոլ Փաշինյանի հերթական գլուխգործոցներից մեկն է, հերթականն է, նպատակ է դրել եկեղեցու դեմ արշավը շարունակելու և քաղաքական հետապնդումների շարք է սկսել եկեղեցու դեմ, գործարարների դեմ, նախընտրական փուլով քաղաքացիներին փորձում է մանիպուլացնել, թիրախավորելով մեր առաքելական եկեղեցուն, մի շարք հոգևորականների բերման ենթարկելով, ձեռնարկելով, եկեղեցիների դռներ փակելով, Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցու դեմ արշավը շարունակել։ Մենք բոլորս իհարկե աջակցում ենք մեր եկեղեցուն, մենք կանգնելու ենք մեր եկեղեցու կողքին, ինչքան էլ փորձի Նիկոլ Փաշինյանը Փաշազադեի օրակարգով շարժվել Հայաստանում, Փաշազադեն երբ որ հայտարարություններ է անում, հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը փորձում է դրանից հետո ձերբակալություններ, հակաեկեղեցական գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց վստահեցնում եմ չի կարողանալու հաջողության հասնել Նիկոլ Փաշինյանը, եկեղեցին ամուր կանգնած է եղել, եկեղեցին կանգուն մնալու է, Նիկոլ Փաշինյանը փոփոխվելու է եւ վստահեցնում եմ Նիկոլ Փաշինյանը չի լինելու 26 թվականին այլևս իշխանություն։ Նաև տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի քննչական վարչությունը գտնվում է Պարույր Սևակի փողոցում։ Տեղեկություններ ստանալու հետ կապված այս պահին տեղեկություն առկա չէ։ Ոստիկանական մեծ ուժեր են գտնվում հարակից տարածքներում, ամբողջ մուտք եւ ելքերը շրջապատված են ոստիկանությունով։ Տեսել եք նաև Արագածոտնի եկեղեցում, եկեղեցիների դռներ են կողպել, թե ինչ գործողություններ են, կարծում եմ փորձում է Նիկոլ Փաշինյանը Տուշյունկա օպերացիայի շարունակություն է իրականացնել։ Հիշում եք 18 թվականին շոուները, բեմադրված ներկայացումները հիմա փորձում Էջմիածնի ընտրություններից առաջ ներկայացնել, որը մեր ժողովուրդը արդեն իսկ տեսել է մի անգամ եւ կարծում եմ չի սխալվի էլ։